Հարգելի գործընկերներ, ես իհարկե չեմ ընդհատում ելույթները, բայց հիշեցնեմ, մենք քննարկում ենք օրակարգային հարց, թեկնածություն։ Խնդրում եմ, եթե ձեր ելույթը ընդհանրապես դրա մասին չի, հանեք ելույթը եւ ձեր այլ թեմաներով ելույթները կունենա կամ համապատասխան այլ օրակարգային հարցերի ժամանակ, կամ հետագայում կտեսնեք, մենք ամեն երեքշաբթի օր ունենք հայտարարությունների ժամ, երբ որ պատգամավորները ազատ են ցանկացած թեմայով ելույթ ունենալ, թե չէ սենց ամեն ինչի մասին խոսենք, էլի։ Բաբկեն Թունյան, ներողություն, չկա տենց մեխանիզմ։ Կարող եք մոտենալ ինձ ասել, եթե ինչ-որ բան կա ասել։ Համեցեք, պարոն Թունյան։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի պատգամավորներ, Ուժեղ Հայաստան խմբակցության հարգելի պատգամավորներ, եթե կուզի պարոն Ղազարյանը իրեն էլ կարող է շարքի մեջ ներառի, Հայաստան Դաշինքի հարգելի պատգամավորներ, ես ինչպես խոստացա նախ հայփոստի թեմային կանդրադառնամ, ոչ թե պարոն Կոնջարանին պաշտպանելու համար, ինքնին պաշտպանության կարիքը չունի, այլ որպեսզի մեր հասարակությունը մի քիչ ավելի լավ պատկերացնի իրականությունը, ինչու եմ անդրադառնում, որովհետև ես 2 տարի եղել եմ հայփոստի դիտորդ խորհրդի անդամ։ Հետո եթե ժամանակ մնա, մի քիչ էլ ընդհանուր տպավորություններով կկիսվեմ։ Ուրեմն նախ սկսենք տնօրենի մրցույթից։ Տնօրենները հայփոստում միշտ ընտրվում են մրցույթով, եւ մրցույթը անցկացնում է ոչ թե հայփոստի ղեկավարությունը, այլ դիտորդ խորհուրդը, որը ձևավորվում է ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներից, այլ կազմակերպություններից, եւ եթե Հայաստան Դաշինքի մեր գործընկերները ցանկանում են ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ, պիտի դիմեն ԲՏԱ նախարարությանը, համոզված եմ, որ այնտեղից իրենց սպառիչ ինֆորմացիա կտան։ Աշխատավարձերի մասով կամ հայփոստի վիճակի մասով, որ ասում եք աստղաբաշխական աշխատավարձեր են ստացել, ու նաև նշվեց, որ այդտեղ անտանելի պայմաններ են, այո, անտանելի պայմաններ են, ես 20 թվականին մտել եմ առաջին անգամ հայփոստի շենք, ձեզնից շատերը մտածել կլինեն Սարյան փողոցի վրա գտնվող հայփոստի շենքը, այս նկարները կարամ ձեզ փոխանցեմ, որ ոնց որ Գրոզնին լիներ պատերազմից անմիջապես հետո։ Ու դա ընդամենը հաճախորդի աչքով, եթե որպես աշխատող էլ մի հատ իրանց սենյակները նայեք, կտեսնեք մարդիկ ձմեռը վախենում էին անգամ պլիտա միացնել, որովհետև կարող է շենքը հրդեհվեր։ Այդ վիճակն է եղել հայփոստում, իսկ աշխատավարձերի մասով էլ չասեմ, որ ստացել են բազմապատիկ ավելի մեծ աշխատավարձներ, ու էլ չասեմ, որ նախկին պաշտոնյաների բոլոր հնարավոր հարազատները այդտեղ մի հնարովի պաշտոնի վրա գրանցված էին էլի բարձր աշխատավարձերով։ Հիմա ես պարոն Ռուբինյանի կոչին հետևելով մաքսիմալ կոռեկտության շրջանակներում մենակ փաստերով կխոսամ։ Հա, մի բան էլ շահութաբերության ու վնասաբերության մասին որ խոսում եք, այս գրաֆիկը, պարոն Կարապետյան, սա EBITDA-ն է, սա պետական կառավարման անցնելու կետն է, տեսնում եք ոնց է նվազել, հետո ոնց է աճում։ Այս ձեզ կտամ, այս մեկը, սակագների մասին կխոսենք։ Երկրորդ, պարոն Խաչատրյան, հայփոստը պետական բյուջեից ֆինանսավորում չի ստացել։ Մի հատ բան հարցնեմ ձեզ, երբ որ ասում եք 522 միլիոն դրամի վնաս, այդ հաշվետվությունը կփոխանցեմ ձեզ, մի հատ նախորդ տարիների ցուցանիշներն կնայեք ու ամենահետաքրքիրը, պարոն Կարապետյան, հիշում եք, երեք ասում եք, որքան դիվիդենդ է ստացել պետությունը որպես բաժնետեր, պետական կառավարման անցնելուց հետո ասում եք 0։ Այս թուղթը փոխանցեմ ձեզ, այս թուղթը գիտեք ինչի մասին է, այն մասին է, որ պետությունը որպես բաժնետեր 2023, 24, 25 թվականներին ամեն տարի ստացել է 500 միլիոն դրամ եւ դեռ 1 միլիարդ դրամը պիտի ստանա այս ժամանակացույցի ու գիտեք սա ինչ շահաբաժին է։ Սա 2011-ից 2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքն է։ Այսինքն այդ ընկերությունը շահույթով աշխատել է, պետության շահաբաժինը չի վճարել, պետությունն էլ ասել լավ է, դե վերցրեք այդ փողը ձեր համար պատտեք։ Եկել է մեր կառավարությունը, ու որ հայփոստին ծանր վիճակի մեջ չգցի, ժամանակացույց է կազմել, այսինքն մինչև պետական կառավարումը չի վճարվել շահութահարկ շահաբաժին,
պետական կառավարումից հետո վճարվել է ու դեռ վճարվել է։ Էս էլ այդ մասը։ Որոշումն է ստորագրել է Արայիկ Հարությունյանը որպես կառավարության աշխատակազմի ղեկավար 2021 թվականին։ Ու մի շատ հետաքրքիր բան էլ ասեմ HiPost-ի մասին, որը ձեր համար էլ նորություն կլինի։ Ուրեմն 20-ին է անցել պետական կառավարման, այո, եւ մի հետաքրքիր բան էլ ասեմ, ուրեմն երբ HiPost-ը փոխանցվել է կոնցենսիո կառավարման արգենտինացիներին, պայմանագրում եղել է այդ շատ հետաքրքիր պայման, որ գնահատվում են ընկերության ակտիվները այդ պահին, հետո հետ վերադարձնելու պահին այդ ակտիվները վերագնահատվում են եւ այդ տարբերությունը եթե լինում է դրական, այդ տարբերության 60%-ը կառավարությունը պետք է դրամական միջոցներով փոխհատուցի ընկերությանը։ Դե HiPost-ի ակտիվները գիտեք, հիմնականում անշարժ գույք է, ուրիշ բան չունեն, անգամ կշերք չունեն շատ մասնաճյուղերում, որ առաքանիները կշռեն, ինչ է տեղ ունեցել։ Ոչ նոր մասնաճյուղեր են կառուցվել, ոչ վերանորոգվել են, բայց զուտ անշարժ գույքի թանկացման այդ բնականon process-ի հետևանքով վերագնահատել են 2020 թվականին ու պարզվել է, որ HiPost-ի ակտիվները աճել են $12 միլիոն եւ կառավարությունը պիտի HiPost-ին $7 միլիոն փոխհատուցում տրամադրի։ Այդ է եղել ձեր ժամանակ, ձեզ չեմ ասում, ավելի շատ երևի են թևին եմ ասում, կնքված սուպեր պրոֆեսիոնալ կառավարման արդյունքը, որը մինչև հիմա մնում է։ Այս նկարները, այս որոշումները, այս ամեն ինչը կփոխանցեմ ձեզ, բայց ես մի առաջարկել ունեմ։ Քանի որ HiPost-ը գտնվում է ԲՏԱ նախարարության տիրույթում, մենք առաջիկայում լավ առիթ ունենք ու ազգային ժողովը ամենահարմար հարթակն է, որպեսզի մենք ավելի մանրամասն այդ թեմայով քննարկումներ ունենանք։ Ես սիրով կհրավիրեմ HiPost-ին էլ, ԲՏԱ-ին էլ այս բոլոր ցուցանիշների մասով քննարկումներ կունենանք, կհասկանանք ինչա տեղի ունեցել։ Եվ քանի որ ժամանակ կա, չեմ ուզում ամեն գնով սպառեմ, բայց ուզում եմ մի երկու բանով կիսվեմ։ Տեսեք, մենք ըստ էության այս երկու օրը իրար ուսումնասիրում ենք։ Դե Հայաստան դաշինքին ուսումնասիրելու բան չկա, 5 տարի ուսումնասիրել ենք։ Հիմա մենք ձեզ ենք ուսումնասիրում, դուք մեզ, ձեզնից մի մասին մինչև էտել ենք ճանաչում, հերակա կարգով իրար այդ բանավիճել ենք, արձագանքել ենք, բայց այնպես տետ-ա-տետ խոսակցության առիթ չի եղել ու պարոն Կարպետյան, ձեր ելույթը ինձ մոտ հույս առաջացրեց, որ մենք իրոք կարող ենք բարեկիրթ կոռեկտության սահմաններում թեկուզ իրար սուտ քննադատելով առաջ գնալ։ Գիտեք ինչ, մեր մոտ էլ կա բաներ, որոնց մասին մենք հիմա պիտի խոսենք, օրինակ, որ ասում եք մենք մենակ մեր օրակարգն ենք առաջ տարել։ Ես հիշում եմ իմ 8 տարեկան աղջիկը, երբ որ YouTube-ով ինչ-որ բան էր նայում ու մեջտեղը ընկնում էր ձեր այդ գովազդի տակ դրած ադրբեջանցիների տեսահոլովակները, ու ինձ հարցնում էր, ես ճիշտ է, ես մտածում եմ, երբ է գալու այն օրը, երբ որ գամ ասեմ, այդ ով է արել, ով է այդ հիվանդ երևակայությամբ մարդը, որ տես բան է մտահաղացել ու եթեր է հեռացակել, բայց ու էլի բաներ կասենք, օրինակ պարոն Ղազարյանը ասում է, եթե 8 ապրանք քաղաքացիական պայմանագրից անցնեն մեր կողմ, դե գիտեք, ասում իրանք ապրանք են։ Հիմա գայթակղությունը շատ մեծ է, որ պարոն Ղազարյանին ասեմ ապրանքը դու ես, բայց դե քանի որ բարեկրթության կանոններով ենք առաջնորդում, չեմ ասում այդ մասին, բայց հա, չեմ ասում։ Չէ, իրոք չեմ ասում, չէ, չեմ ասի։ Բայց համաձայն եք, հարգելի գործընկերներ, եթե բարեկրթության կանոններով ենք առաջ շարժվում, եկեք այդ կանոնը ֆիքսենք ու գնանք առաջ, որովհետև համոզված եմ, որ մենք դա կարող ենք անել։ Ես նաև գիտեմ հանուն արդարության, որ ձեզ կաշկանդում են նաև կարող է որոշ շրջանակներ, որոշ լրագրողներ, կարող թասիբի գցեն, ասեն, բա այդ ոնց եք հետները կանգնած, բարևում այդ խի էսպես արեցիք, բայց ինձ թվում է ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր վարքագիծը ոնց կառուցի, եւ մենք այստեղ իրար թշնամի չենք, ու որ ասում եք մեր երկրի խնդիրներով ենք զբաղվելու, մենք դա մենակ ողջունելու ենք, որովհետև համոզված եմ, որ դուք թեկուզ ձեր քննադատություններով այստեղ ընդունվող որոշումների որակը կարող եք էապես ավելացնել։ Իսկ խորհրդարանի վարկանիշի մասին, օրինակ ինչ վարկանիշ է ունենալու 9-րդ գումարման խորհրդարանը, օրինակ մենակ այն հանգամանքը, որ երթման ժամանակ ոտքի չեք կանգնում, ձեր անունը հնչեցնելուց ոտքի չեք կանգնում, հարգելի գործընկերներ,
Այդ արդեն էս խորհրդարանի վարկանիշի վրա վատ ազգում, որտեղ մարդիկ ասում են, իսկ падգամավորները իրանց ինստիտուտին լուրջ չեն վերաբերվում, մենք ինչի պիտի լուրջ վերաբերվենք։ Ու խնդրում եմ, եթե դուք ձեզ համարում եք падգամավոր, այսինքն մանդատը վերցրել եք, այնպես չի լինում, որ միայն դուք եք падգամավոր, այդ մասով լեգիտիմություն ընդունում եք, մեր մասով, վարչապետի մասով, մնացած պետական ինստիտուտների մասին ոչ։ Մենք բոլորս падգամավորներ ենք, գտնում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ու կարծում եմ այս ամբիոնն ու այս ինստիտուտը մեզ պարտադրում են հարգալից լինել մեկս մյուսի նկատմամբ ու նաև մեզ ընտրողների նկատմամբ։ Մեր ներկայությունը ձեզ հաճելի չի, ձեր ներկայությունը մեզ հաճելի չի, բայց մենք հարգում ենք ձեր այն մի քանի 100,000 քպեները, այն մարդկանց, որոնք ձեզ ձայն են տվել, ու նաև փոխադարձ հարգանք ենք ակնկալում ձեզանից։ Հարգանքով կլինեք, տասնապատիկ ավելի հարգանք կստանաք, անհարգալից կլինեք, մենք դրան սովորել ենք արդեն անցած 7 տարիների ընթացքում։ Շնորհակալություն, իսկ պարոն Կոնջյանին մաղթում եմ հաջողություն եւ համոզված եմ, որ ինքը շատ լավ ազգային ժողովի փոխնախագահ կլինի։